Վարդան Ղուկասյանի աջակիցները հայտարարեցին, որ Երևան են գնում և մյուս բոլորին էլ հորդորեցին գնալ դեպի Երևան։ Դեպի ձերբակալման հետո էլ կալանքի։ Այս անընդունել է։ Ես չհասկացան քեզ ի՞նչ է կատարվում, ինչ է ռեպրեսիա է։ Ով մեզ թեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունել է, ժողովուրդ ջան։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է ուժում, խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին, քաղաքապետը ասում է միություն կազմենք, այո հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում, սդախոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել, 12 տարի հետապնդման է Վարդան Ղուկասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Ձայնագրության վերաբերյալ Ինչ ձայնագրություն, ես չեմ հասկանում, մի վայրկյան էլ լսեց ձայնագրություն, մեմ ձայնագրություն բերեցին որ Փակրակ Սրբազանի համար։ Հետո տեսակ ինչ էր եղավ, արհեստական ինչ ուզեց սարքեն։ Այսինքն Ղուկասյանը լսել է դա Ինչ գործողություններ է իրականացնում։ Թղթաբանություն են ուզում թղթեր, մեկ էլ տրամադրում ենք։ Քաղաքապետը եպե քաղաքապետ տարե դա սա, բայց հաստատի տեսել են, հա, հերոստատեսության բավականով ամեն ինչով։ Հետո չինեմ ինչ գործեր են բերել մեզնից էլ առաջ բան, ասեցի մանեք եք գտեք։ Քաղաքաշինության բաժնից մարդիկ են տարել։ Իսկ ինչ արգրատի պատմություն է կաշառակերության Ընդհանրապես տեղյակ չեմ, ես չգիտեմ ինչ է կատարվում, դա ասում եմ այդտեղ չաթ տիպի ասած է ինչ է դա, կեղտոտությունը ինչ ասես կարող է սարքել, ինչ ասում։ Չէ, չի է լսել, չի է լսել։ Չէ, չի լսել։ Երևան հասնենք մենք հիմա մեր ձայնը բարձրացնենք, աղաղագենք, պահենք մեր քաղաքապետին, իր բաները հերիք է, բասյոնն է ժողովուրդ։ Բասյոնն է պահեք, չեք թրկանաք։ Գյուղին պարոն Ղուկասյանի կողքին է։ Նրանք ասացին, որ այս ընթացքում ներսում փաստաթղթեր էին պահանջում իրենցից ուժայինները։ Հարցնում էին, թե երբ է ընտրվել Գյումրու քաղաքապետ և